Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Պարոն Պապիկյան, քարոզարշավի ընթացքում հնչում են վիրավորական արտահայտություններ, տարբեր տեսակի խոսույթներ կան, օրինակ մասնավորապես Կարեն Սիմոնյանը ասում է, որ ինքը բացառում է միացումը Եվրադաշնքի և քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այդ մասով ինչ կասեք։ Ակնհայտ է, որ այդ հայտարարությունից հետո Սիմոնյան Կարենի ձայները գնալ են Վարդան Ղուկասյանի, այսինքն Սիմոնյան Կարենի ընտրողների քվեները գնալ են Վարդան Ղուկասյանի։ Այ վիրավորական արտահայտություններ են հնչում, թեկնածուները մեկը մյուսի հասցեին, օրինակ Վարդան Ղուկասյանն ասում էր կբռնի կառավարության կոկորդից կամ նման արտահայտության մասով ինչ կասեք։ Մեր մարզպետը հորդորել է լինել կոռեկտ, կոկորդից հաստատ չեն կարող բռնել։ Կամ օրինակ Ռուբեն Մխիթարյանը հայտարարություն է անում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը սատարողները եւ նաեւ Սարիկ Մինասյանի սատարողները թուրք են։ Այդ մասով ինչ կասեք։ Ես այդ երևույթի ասածը չեմ ուզում մեկնաբանել, բայց կարելի է Սերժի Միշիկին հարցնել, թե այս թյուրիմացությունը ինչու է առաջ կլանվել։ Ու նաև խոսույթ կա ձեր մասով, որ դուք այս ընտրությունների ընթացքում օգտագործում եք ձեր հնարավորությունները, վարչական ռեսուրս եք օգտագործում զինված ուժերի հետ կապված, այդ մասով ինչ կասեք։ Զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը։ Դա է պետության, պետականության եւ ինքնիշխանության պաշտպանությունը։ Հորդորեմ զինված ուժերին այս process-ների մեջ չներկայացնել։ Ու նաև ընտրությունները բարեհաջող ավարտից հետո դուք ինչպես եք պատկերացնում հետագա ձեր աշխատանքը ձայների մեծամասնությամբ անցնելուց հետո կկարողանաք իրականացնել ձեր բոլոր ծրագրերը։ Միանշանակ մենք վստահում ենք մեր գյումրեցիներին, մենք վստահում ենք մեր տեխնացուին, պարոն Մինասյանին եւ հավատացեք ընտրվելուց հետո մենք բոլոր խնդիրները հետևողական լուծում ենք տալու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1